Բարև ձեզ, եթերում դիսկուրսն է, հիշեցնեմ, որ մեր ծրագիրն իրականացնում ենք բացասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Սեպտեմբերի 9-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, սեպտեմբերի 23-ին սպասվում են ընտրություններ նաև այլ համայնքներում։ Մեզանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կարծես թե որոշակիորեն անուշադրության են մատնվում թե քաղաքական, թե նաև հասարակական ընկալումների տեսանկյունից, մինչդեռ դրանցում տեղի են ունենում բավական հետաքրքիր զարգացումներ, մասնավորապես այդ առումով սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների տեսանկյունից առանձնացավ Գյումրին, մենք խոսենք թե Գյումրիի, թե ընդհանրապես տեղական ինքնակառավարման համակարգի ընտրությունների մասին։ Տեղյակ չեմ դրանցից, բայց գիտեմ, որ շատ վատ է վիճակը։ Ոչ էլ զբաղվում եմ, ոչ էլ ուզում անեմ ինչ կա։ Չլի ավելի լավ է։ Օգուտ են տալիս մարդկանց, ոչ գյուղացուն, գյուղապետերը, ոչ մարզպետարանները, ոչ մի հարց չեն լուծում։ Պաշտոնը վարում են, իրանք ջեբել են լցնում։ Երևանից նշանակում են, հետո ընտրությունների համար ձայներ են գողանում։ Նրանց ֆունկցիան դա է, ժողովրդի համար ոչ մի բան չեն, ինչքան նայում են, ոչ մի բան չեն։ Մենք այսօր ստուդիա ենք հրավիրել Ազգային ժողովի падգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ պարոն Ստեփան Մարգարյանին եւ Գյումրիի լրագրողների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, ով նաեւ Գյումրիի ավականու տեխնացու էր եւ ընտրության նախնական արդյունքով հաղթահարել է անցողիկ շեմը եւ ընտրվել ավականու անդամ։ Պարոնակ, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Բարսեղյան, առաջին հարցն ուզում եմ ուղղել ձեզ։ Գյումրիի ընտրությունները ընթացիկ այս գործընթացում բավական առանձնահատուկ տեղ ստացան թիմ ընտրությունների այս ամբողջ համակարգում, իսկ նախընտրական շրջանի առանձնահատկության որպես շարունակություն, ընտրական շրջանը ինչ առանձնահատկություն ունեցավ եւ ինչպես դրսեւորվեց Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության այս նոր իրավիճակը։ Ամենագլխավոր հանգամանքը, որ որևէ մեկի աչքից չվերիպեց, դա նախագահական պալատի կողմից, այսպես ասած, արգելքն էր այժմ անկործող քաղաքապետին նորից առաջադրվելու։ Փաստացի այս տեղեկությունը որևէ կերպ չի հրապարակված, սա հանրության ընդհանրական տպավորությունն է, որ արգելվեց Վարդան Ղուկասյանին առաջադրվել, նա ինքն էլ չի ասում, որ ինձ արգելվեց, բայց հասկացվում է, բաներ կան, որ ասել պետք չէ, հասկացնել է պետք։ Սա էր, ինչը բթացրեց մրցակցությունը։ Եվ սրա հետ մեկտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից Սամվել Պալասանյանի առաջմղումն էր նախագահական պալատի կողմից, ինչի մասին հրապարակավել ասաց Սերժ Սարգսյանը, որ այդպես է ինքը տեսնում հարմար, դա կփոխի մթնոլորտը եւ այլն եւ այլն։ Անցած փոխեց դա մթնոլորտը ընտրական քաղաքապետի ընտրությունների հետ կապված բթացրեց ընտրությունները ինչ որ իմաստով։ Անցած ընտրություններին մասնակցել էր 52200 քանի մարդ, այս անգամ մասնակցեց 46000։ Մասնակիցների միջից էլ մոտ 4000 հոգի քվեարկեց, ում օգտին ասես, բացի քվեաթերթիկում եղած մարդկանցից Սթեփեն Հոքինգ, Չակ Նորիս, Վարդան Ղուկասյան եւ այլն այսպիսի բաներ եղան, ծաղրանկարներ, գրագրություն, մոտ 10000 մինուս ունենք այս իմաստով։ Եվ ասում են բոյկոտ եղավ, եղավ եւ այլն, թվերը սրանք են մի խոսքով։ Մեր չարչարանքները ավականուն դառնամ, հա, անցած 10 տարիների քննադատությունը ուղղված Գյումրու ավականուն, տարբեր գումարումների, ավականութերի կարևորումը, ավականին դոմինանտ տեսնելու ցանկությունը եւ այլն, մղեց նրան նաեւ իհարկե քաղաքապետի գործոնի հետ կապված նույնպես, որ ավականու տեխնացուների թիվը շեշտակի աճեց համեմատած անցած անգամվա հետ, 52-ի փոխարեն այս անգամ 71 տեխնացու եղավ։ Բացի այդ, Ազգային ժողովը ընտրական օրենսգրքով փոխել եւ սահմանել էր արդեն Գյումրու եւ Վանաձորի համար 21 հոգանոց ավականու կազմ, նախկին 15-ի փոխարեն, սա իջեցրեց շեմը, մասնակիցների բուռն ցանկություն եւ մոտ ես հաշվեցի 10 խումբ առաջադրել էր իր ավականու տեխնացուներին։ Պաշտոնապես իհարկե նրանք ավելի փոքրաթիվ էին, բայց ակնհայտորեն երևում էր, որ նրանք խմբային պատկանելություն ունեն։ Պալասանյանին աջակցողները 19 հոգի մոտ, ՀՀԿ-ից 10, Դաշնակցությունը 3, ՀԱԿ-ը 3, մեր քաղաքը մերն է նախաձեռնությունը 7 տեխնացու եւ այլն։
Այս իմաստով հասկացվեց հասարակության մեջ եւ քաղաքական ուժերի կողմից կարծես թե հասկացվեց, որ ավականին էական դերակատարություն կարող է ունենալ, ինչը նախկինում չէր հասկացվել։ Հասկացավ հասարակությունը ձեր գնահատմամբ դատելով նախնական թեկստը։ Շատ քիչ, ցավոք, չնայած այդ եղած քարոզարշավին, շատ քիչ մասը միշեր դա հասկացավ ինչ է, բայց ահա երբ սկսվեն այդ նիստերը, կսկսի լրջորեն հասկանալ ինչ է բաց թողել եւ ինչ է ձեռք բերել։ Պարոն Մարգարյան, Հայաստանում վերաբերմունքը հասարակական այդ որոշակի պասիվ, որոշակի նույնիսկ այսպես անտարբեր վերաբերմունքը ինչով է պայմանավորված, ինչ պիտի անել, որպեսզի այդ թիմ համակարգը առավել մեծ հասարակական ընկալման արժանանա։ Մինչև այս հարցին պատասխանել ասեմ, որ արժեր հիշատակել, որ Սամվել Բալասանյանը այնուամենայնիվ հայտարարեց, որ ինքը բարգավաճի տեխնացուն է նախագահի հայտարարությունից հետո տպավորություն մի քիչ այլ էր մամուլում, այլ մեկնաբանություններ եղան, բայց արժեր դա հայտարարել։ Հիմա ինչ վերաբերում է թիմ ընտրություններին, հատկապես ավականու ինստիտուտին, Գյումրին դեռ փառք է, Վանաձորն էլ ոչինչ, ասենք, ակտիվության տեսակետից կամ կարևորելու տեսակետից հասարակության կողմից շատ ավելի վատ է վիճակը փոքր եւ հատկապես գյուղական համայնքներում։ Պատճառը պարզ է, որևէ մեկը, ասենք, ազգաբնակչության ընտրողների առանձնապես մեծ բան չի կապում այս ինստիտուտի հետ, որտեղ մեր օրենսդրությամբ սկսեմ նրանից, որ նախ շատ փոքր թվականակ է նախատեսված ավականու համար։ Գյումրիի համար 21 հոգին կարծում եմ շատ քիչ է, իսկ փոքր գյուղերում 5 հոգի, 7 հոգի, դա չի կարող կոլեգիալ մարմին լինել այսպես։ Դա չի կարող ապրող մարդ էլ չի մնացել, որ ավականու անդամ դառնա։ Դա նշանակում է ինստիտուտը այն գլխից ուրեմն ճիշտ չի։ Եթե մենք մարդ չի մնացել 5 հոգին, ասենք, շատ քիչ է, որպեսզի մյուս կողմից 5 հոգին քիչ է, որպեսզի որոշում կայացնեն, քննարկում ծավալվի, հետեւաբար արժե մտածել ընդհանրապես այս ինստիտուտի վերանայման ուղղությամբ։ Ինչը որ կարծում կա համենայն դեպս եւ կառավարությունում կա եւ ազգային ժողովում, ես ինքս այդ կարծիքին եմ նաեւ խոշորացման մասին, այո, խոշորացման մասին կարծում եմ ճիշտ է, որովհետեւ ավելի լավ է ամբողջ գյուղը ինք իրենից ներկայացնի կոպիտ ասած ավականի, քան թե ասենք ենթադրենք 100 ընտանիք ունեցող գյուղում 5 հոգին լինեն ավականի եւ լինի գյուղապետ, որտեղ այս ավականին բացի այլ ֆունկցիաներից ինչ որ տրված է օրենքով իրեն, ինքը նաեւ համայնքի ղեկավարին այսպես հակակշիռ վերահսկիչ լինելու ֆունկցիա ունի, որը որ 5 հոգու պարագայում շատ բարդ է, որովհետև շատ հեշտ է այդ 5 հոգուն իրենով անել կամ միանգամից այն գլխից, այսպես ասած, ընտրել իր թիմը, որ փակել թեման, այսինքն հակակշռի, այսինքն թիմով մարդը գալիս է, դառնում է համայնքի ղեկավար եւ բնականաբար ուրիշ խնդիրներ չեն առաջանում։ Տեղական իշխանությունների, ասենք, ես կարծում եմ, որ այս խնդիրը 90-95 թվականին լուծված էր, որտեղ այն ժամանակ մեծ թվակային շրջանները, այն ժամանակ, ասենք, Էջմիածնի շրջան, Արտիկի շրջան, Գյումրիում քաղաքային խորհուրդը, դրանք մեծ թվա, ասենք, 100 հոգի էր միջինը, Երևանում օրինակ 200 հոգի էր այդ թվականակը, շրջաններում 100 կամ 70, այդպես մեծ թվականակ էր եւ բավականին մեծ դերակատարում ուներ, չէր կարող որևէ մեկ, ասենք, շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը, այսպես ասած, հաշվի չառնել կամ իրենով անել այդ մարմինը, որտեղ նախ թվականակը մեծ էր եւ լիազորություններն էլ բավականին այսպես մեծ էին։ Մասնավորապես ասեմ, որ ցանկացած ծառայություն համայնքում կամ քաղաքում, ասենք, անպայման ղեկավարը պիտի հաստատվեր խորհրդում, ընդհանուր մինչև ոստիկանապետը նույնիսկ, ասենք։ Պարոն Մարգարյան, չեք կարծում, որ խնդիրը միայն այսպես քանակական դաշտում չէ, լուծումների առումով, որովհետև կարելի է նաև խոշորացնել այդ համայնքները, խոշորացնել մարմինները տեղական ինքնակառավարման, բայց միևնույնն է դրանք իրենց բնույթով շարունակեն լինեն այն, ինչ որ կա հիմա։ Իսկ ինչ կա հիմա, երևի թե շատ քչերը կհերքեն, որ կա հետեւյալը տեղական ինքնակառավարման մարմիններում ձևավորվում են տեղական իշխանիկները, այսպես ասած, որոնք սովորական առօրյայում այսպես սպասարկում են իրենց շահը, իսկ համապետական խնդիրների դեպքում սպասարկում են իշխանության շահը։ Այս խնդիրը չէ արդյոք ամենակարևորը թիմ համակարգի այսպես հասարակական անվստահելիության առումով։ Ես ասեմ, շատ ավելի խորն են պատճառները, բնական։ Իհարկե դա եւս կա, շատ ավելի խորն է։ Մենք տեղական իշխանությունների բնակավարում բարեփոխումներ անելուց գնացինք կառավարման եւ
ինքնակառավարման համակարգի, այսպես համատեղելի կամ այսպես համակշռման ճանապարհով սկզբնական շրջանում, ասեմ որ 94-95 թվականներից է այս փոփոխությունները սկսվել, քննարկումները սկսվել, հետևյալ փիլիսոփայությունը կար, ստեղծել համակարգ, որ կառավարությունը ներկայացված լինի շրջաններում, մարզերում, դա մարզպետների ինստիտուտներ։ Ես ասեմ, որ նախնական շրջանում, նախնական քննարկումների ժամանակ քննարկում էր նախագահի լիազոր ներկայացուցիչներ այս տարբերակը գնար։ Ինչպես օրինակ Գյումրիում հենց որպես փորձնական արվեց, հրամանագրով արվեց դա, ոչ թե օրենքով, ոչ թե ինչ-որ այլ որոշումով կառավարության հրամանագրով նշանակվեց։ Լավ, հիմա եթե խոշորացնենք կլուծվի այդ։ Ես ասեմ, այստեղ շատ կարևոր բան կա։ Մարզպետը լինելով, ասենք, մարզում կառավարության ներկայացուցիչ ինքը շատ ուժեղ է։ Թիկունքում կառավարություն ունի, ինքը ոչ թե կառավարության ներկայացուցիչն է այնտեղ, փաստացի իր ունեցած ուժով, իր ունեցած, ասենք, որպես կառավարություն ներկայանալով ինքը ըստ էության դառնում է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարը, կարծես թե։ Եվ որևէ, ասենք, մարմին իր լիազորություններով եւ իր ունեցած հնարավորություններով չի կարող հակակշռել մարզպետին։ Ուրեմն թույլատնել մարզպետին, ուժեղացնել տեղական, ուժեղացնել, բայց հնարավոր չի, ասենք, օրինակ փոքրիկ գյուղում իշխանությունը ուժեղացնել այնքան, որ ինքը հակակշռի մարզպետին։ Բնականաբար մարզպետի լիազորությունները պետք է սահմանափակել միայն կառավարության ներկայացուցիչ լինելով եւ օգնողի դերակատարումով։ Մեր մոտ այդպես չէ հիմա, հակառակն է։ Եթե մի քիչ խոշորացվի եւ ֆինանսական հնարավորությունները, գյուղերում բյուջե չի ձևավորվում։ Հիմնական մեխը, եթե ուզում եք, հիմնական գաղտնիքը, այսինքն ինչու է մեր մոտ այս վիճակը, ինչու որևէ մեկը լուրջ չի վերաբերվում, ասենք, տեղական իշխանություններին, համայնքապետարանին կամ համայնքի ավականուն, որովհետեւ իսկ ինչ միջոցների են տնօրինում նրանք։ Համատարած, այսպես չասեմ վիրավորական թշվառության պարագայում, որ հողի հարկն էլ ամբողջությամբ չի հավաքվում, իսկ հիմնական եկամուտները, մուտքերը դա հողի հարկն է, խոշոր քաղաքներում կամ ասենք խոշոր բնակավայրերում որոշակի այլ մուտքեր էլ կան, ասենք տեղական турքեր են սահմանվում, վճարներ են սահմանում տեղ ավականու կողմից այս կամ այն ծառայության դիմաց եւ որոշակի մուտքեր լրացուցիչ լինում է, այսինքն ինքը ինչ որ տեղական ինքնակառավարման մարմինը ինքը իր համար բյուջե հավաքում է որոշ քանակով, մնացածը բոլորը կառավարության կողմից տրվող, բյուջեից տրվող դոտացիաների հույսին են։ Այս պարագայում, այսինքն ոչինչ չունենալով տեղական մարմինը լուրջ ընդունել, կարծում եմ ինչ էլ անենք չի լինի։ Մինչև սոցիալ-տնտեսական վիճակը գյուղում չբարելավի, երբ որ գյուղում աշխուժություն կամ համայնքում որոշակի աշխուժություն չլինի, որ մարդը բնակիչը կարողանա ապրել այնտեղ, որովհետև այդ ինքը հարմար է գտնում այդպես, ոչ թե ճակատագիր է իր համար դա, այդտեղ է ուրեմն պիտի ապրի այդտեղ։ Այդ ժամանակ վերաբերմունքը լինելու է ինչ փոփոխություն էլ անենք, քանակական որոշ բաներ կլինի իհարկե, բայց վերաբերմունքը դա է լինելու։ Պարզեն, շնորհակալություն, պարոն Բարսեղյան, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը ընտրությունից առաջ մեկնաբանելով կոնգրեսի պասիվ մասնակցության հանգամանքը նշեց, որ թիմ ընտրությունները կեղծարարության առումով առավել լայն դաշտ ունեն, առավել շատ են կեղծվում եւ այդ իմաստով ընդդիմությունը շանս չունի այդտեղ, որպես ընտրության անմիջական մասնակից ավականու տեխնացու եք եղել եւ նաեւ մասնագիտության բերումով դիտարկել եք նաեւ նախորդ համապետական ընտրությունները, իսկապես իրականության համապատասխանում է, որ թիմ ընտրությունները ավելի մեծ են կեղծարարության առումով։ Չէ, դրանք դժվար է չափել, ինչքան մեծ, ինչքան փոքր, չկա որևէ իրական հետազոտություն կեղծարարության չափի ազդեցության մասին, թե ինչքան է փոխել իրական պատկերը։ Իսկ գործիքների տեսակների մասին դրանք ընդհանուր առմամբ նույնն են, որոշ վերապահումներով, որոնք վերաբերվում են թիմի դեպքում թաղային ազդեցություններին եւ ազգակցական ազդեցություններին, որոնք փոխում են ընտրությունների արդյունքները համեմատած ազգային ժողովի պատկերի հետ, իսկ ընտրակաշառքի վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված լրիվ նույնն է։ Գներն են տարբեր իհարկե, 1000, 2000, 3000, 5000 Գյումրիում մեր ակումբի տարածքում վերջին ժամին թե բաժանողը հաշվում է, քանի հոգու բաժանեց, քանի հոգու տարավ եւ շեմը մոտավորապես գիտեին, ասենք 1000, հենց հերիք չէր անում, գներն աճում էին, 8000-ի հասավ, ասենք թե տավար էին մորթել, միս էին բաժանում, գազի, կտրոնի, զեղչ 2000 դրամ, այս տեսակ բաներ էին։
ազգային ժողովի եւ նախագահականի անցած 2008-ի 10,000 էր նոմինալը, 1 քվեի նոմինալը, հա, տեղեր են եղել մինչեւ 25-30,000 դրամի հասել էր վարչական ռեսուրսի չարաշահումը։ Նախագահական ազգային ժողով, ուրեմն դպրոցական կոլեկտիվները բարձր դասարանցիների հետ ուղիղ դեպի ուրեմն կենտրոնական հրապարակ լուսավորին առնչվելու, հաղորդվելու համար։ Հա, հիմա օրինակ դպրոցներից մի քանիսից ահազանգ ունենք, որ դասղեկները աշակերտների ծնողներից անգամ դպրոցում փորձել են ստորագրություն հավաքել, որոշ դեպքերում հավաքել են Ղազագրի նման մի բան ներողություն, մենք ընտրելու ենք այս դպրոցի տնօրենին, 4 դպրոցի տնօրեն կար առաջադրված։ Ոմանք հրաժարվել են, այդ հրաժարվողներից գիտենք այս պատմությունը։ Ես չեմ ստորագրում, որովհետև բան եւ սրանք են, երկուսն էլ աղավաղում ապականում են ընտրությունների իրական պատկերը, չունենք մենք իրական պատկեր եւ ցավալին երկարաժամկետ հեռանկարում այն է, որ հետագա հետազոտողներին, ասենք 10, 30, 50 տարի հետո այդ եղած պաշտոնական թվերն են հասնելու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կդել է, որ ասենք Գյումրիում կա 125,000 ընտրող, իրականում չկա այնտեղ այդքան ընտրող, հա, բայց այդ թիվը ընկնելու է պատմության դասագրքերում եւ այլն եւ այլն։ Իսկ կոնգրեսի դիրքորոշումը անձամբ ինձ համար անընդունելի է, որովհետեւ այդ կտրվածքով ընդհանրապես, չէ, հենց այդ մասին եմ ուզում նաեւ հարցնել, ոչ միայն կոնգրեսը, նաեւ կարծես այլ կուսակցություններ ընդդիմադիր դաշտում գործող նկատի ունեմ, շատ пассив էին թիմ ընտրությունների հանդեպ եւ կարծես թե շարունակում են այդ пассивությունը, դա արդյոք դեր չի խաղում, դա արդյոք չի նպաստում հասարակական այդ ապաթիային։ Դա նպաստում է, բայց նաեւ տպավորություն է, որ թիմ ընտրությունը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ այսպես պայքարի կամ պայմանավորվածություն։ Ահա, դա իհարկե նպաստում է, բայց դա նախ եւ առաջ հետևանք է 2-3 կարևոր հանգամանքների։ Տարիներ շարունակ տեսել եմ, որ ընտրություն ասված օրենքի մեջ նկարագրված գործիքը չի գործում, չի ազդում, չի աշխատում եւ հուսահատվել են, բայց այդ դեպքում դիսոնանս կա սեփական կամքի եւ հայտարարված մոտիվացիաների հետ։ Չէ, ուրեմն մի խաղաղեղբայր այդ խաղը ընդհանրապես, հա, կամ եթե խաղում ես, փորձի վճռական լինել։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որը պիտի այդ կուսակցությունները վերանային իրենց դիրքորոշումը։ Մյուսը այդ կուսակցությունների անդամության կամ հասարակական շերտերի տնտեսական բազիսի հարցն է։ Ծախսերի, աջակից կամ ասենք իրենց ընտրազանգվածների կամ համակիրների խմբերի մեջ տնտեսապես որոշակի տնտեսական որոշակի ունակությունների կարողությունների տիրապետող մարդկանց մասին է, օլիգարխի մասին չէ խոսքս, բայց եւ գործարար մի շերտ պիտի լինի, որը իսկապես հիմնադրամներին օբյեկտիվորեն նպաստի սնուցի։ Մենք 7 թոքով հիմնադրամներ բացեցինք, սկզբունքի խաթեր, հա, ավականու տեխնազուներ քաղաքամերն է, քաղաքացիական նախաձեռնության, հա, ասենք մյուսների հաշիվներին այդպես փող չեղավ, իմ հաշվին փոխանցեցին մոտավորապես 80,000 դրամ, մի 4-5 հոգի, ովքեր համարեցին, որ դա է ճանը։ Մենք ուզում էինք հրապարակային, մնացածը իմ տրած գումարներն էին, այդտեղից էլ ծախսեցինք։ Այս է, մի այդ կուսակցությունների հակի ժառանգության, դաշնակցության ասենք թե, հա, իրենց որ շերտերը պիտի ֆինանսապես աջակցեին, իրենք պիտի ունենային միջին եւ փոքր բիզնեսի կոնե մարտիկ համակիրներ, որոնք նպաստ էին, մաքուր փողերի մասին եմ խոսում ես, աղտոտ փողերը տնենք մի կողմ, չկա այդ բազիսը, պետությունը իր մոնոպոլիկ, օլիգարխիկ համակարգերով այնպես է սրբել ավլել պահման, տագը մնացել է, ինչպես ազգային ժողովում է հիմա ասենք 75% երկու խոշոր կուսակցություններն ունեն, հա, մոտավորապես այդպես էլ տնտեսության մեջ է ստացվում, եւ այդ կուսակցություններին են 4 կուսակցությունն իրար հետ 20% ունեն, տնտեսության մի հազիվ 20%-ի քաշել իրենք ունենան։ Այսինքն թուլացված է, գիտակցված, հաշվարկած են գլխից 2008-ի օրինակները բոլորի աչքի առաջ։ Այս իմաստով մի տեսակ ստացվում է գալիս ենք հավի եւ ձվի պատմության, այսինքն համապետական համակարգը առողջացնելով պիտի առողջացնենք թիմ համակարգը, թե տեղական մակարդակում պիտի հասարակության հետ աշխատել, ամեն գնով ցանկացած ձևով գոնե վերցնել ինչ որ բաներ է տեղական համակարգում, որպեսզի ազդեցություն թողնի տեղական համակարգին։ Ես երկու հանգամանք նշեմ թիմի եւ պետական ուրեմն կառավարման։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համախառն բյուջեն կազմում է տեղական եւ պետական համախառն բյուջեի ընդամենը 6.5%-ը մոտավորապես։
Այսինքն այն լիազորությունները, որոնք անում են թիմերը, տեղական միջոցներով, պետությունից ստացած դոտացիաներով եւ սուբվենցիաներով, դրամաշնորհային ծրագրերով, հազիվ կազմում են ընդամենը 6.5%։ Ես կարծում եմ, որ շատ ավելի մեծ լիազորություններ պիտի ունենա համայնքը, շատ միջոցներով, պետական բյուջեից հատկացված, այնպես որ այս կշիռը լինի 20-25%։ Դժվար բան է, ռևոլյուցիոն թվեր եմ ասում ես սրանք, բայց տնտեսագետների ու համայնքների մասնագետների հետ շատ եմ խոսել։ Իրենց դերը կկարևորվի, կկարողանան ավելի մեծ։ Պարոն Մարգարյանի առաջարկը խոշորացնել, որպեսզի նաև ռեսուրսները խոշորանան։ Դա գործիքներից մեկն է, որի մասին պարբերաբար խոսվում է, համայնքների խոշորացում։ Եթե խոսքը օրինակի համար Արարատյան դաշտի համայնքներին է վերաբերում, որտեղ մի գյուղը չպրծած մյուսն է սկսվում, Փարաքարի ճանապարհին երևում է դա ինձ համար անձամբ շատ նորմալ ընդունելի է։ Իսկ այն լեռնային համայնքներում, որտեղ մի համայնքը մյուսից հեռու է 30 կիլոմետր, դժվարանում եմ ես պատկերացնել, թե ինչպես պիտի այդ երկու համայնքները խոշորացվեն, միացվեն եւ այլն։ Սա մի գործիքը։ Մյուսը ցավոք հասարակության մեջ իշխանությունը, մարզային իշխանությունը եւ դժբախտաբար համայնքային շատ իշխանություններ, համայնքապետ, իրենք չգիտեմ ինչի ընկալում են Հայաստանի գործադիր իշխանության ենթակայի ենթական։ Մարզպետը իրեն թույլ է տալիս Շիրակի մարզի մարզխորհրդի նիստերից եմ օրինակ բերում։ Դիտողություն անել գյուղապետերից մեկին, ասել կթրաշվես։ Մարզխորհրդի նիստը մարդը եկել է, հա, բայց ինքն դրված է իր փոքրաթիվ համայնքից։ Ինքը շատ ավելի ուժեղ մանդատ ունի, քան մարզպետը։ Մարզպետը չունի այդ մանդատը նշանակված։ Այն էլ սկսում է վիճել, ասում է թրաշված չեմ, մորուք եմ, ապանը, ասում է մորուք եմ պահում, ասում է չէ, անթրաշես կթրաշվես, ասում է թե կգնաք վարչապետին էլ կթրաշեք։ Գյուղապետը ջղայնանում դուրս է գալիս։ Հասկանում եք, եւ այդ հիերարխիան, չգիտեմ ինչի որոշել է պետական իշխանությունը, որ հիերարխիայի ներքևում համայնքապետերն ով ասած է, համայնքապետը իր ժողովրդից ընտրած մարդն է, որը ցավոք չի գիտակցում, որ ինքը լիակատար մանդատ ունի։ Որտեղ է ելքը նրա գիտակցման մեջ, թե իշխանության գիտակցման մեջ, որտեղ կարծես թե իշխանությունը վերաբերվում է հատուցան, հա, այդ հավիցվի պատմությունը եւ տեղին է եւ տեղին չէ, երկուսն էլ հավասարաբար թույլ են։ Մեկը գուցե դիդավորություն ունի, ես դավադրության տեսությունների կողմնակից չեմ, իմ ընկերն ասում է, որ Գյումրիում ուզում են թողնել այնքան մարդ, որը ռուսական բազաներին սպասարկի, ես համաձայն չեմ իր հետ, հա, բայց որ նայում ես վիճակագրությունը, դեմոգրաֆիան, բան եւ այլն, ասում են, հա, սգում է քաղաքը իրականում։ Համայնքային իշխանությունը պիտի լինի որակյալ, պետական իշխանությունը պիտի լինի որակյալ։ Հիմա մերի դեպքում մի քննադատել ասել ենք, բան, որոշեցինք այս անգամ անձամբ գնալ, դառնալ ավականու անդամ, ասել տղեկ, այս բանը այսպես է արվում, չի կարելի 13 տարի շարունակ բացատրել, որ ավականին նստավայր պիտի ունենա։ Ավականու նիստերը 7 օր առաջ պիտի հայտարարվեն, ասել ենք, օրենքի մեջ է գրած, իմ ուզելով չէ, ոչ մեկի ուզելով չէ։ Չի անում մարդը։ Հիմա գնալու ենք, ասենք, կամ անում ես, կամ կռիվ է լինում։ Ես վստահ եմ, որ Պալասանյանը կանի, որովհետև նախընտրական շրջանում այդ իր ելույթների մեջ մենք նկատել ենք դա, որովհետև այդ կամքը չթուլանա, դրա համար մենք կանք։ Տեսնենք ինչ կլինի։ Շատ լավ։ Պարոն Մարգարյան, այդ գիտակցության խնդիրը կամ վերևում կամ ներքևում լուծելու առումով քաղաքական ուժերի պատասխանատվությունը ինչպես է գնահատվում։ Որտեղից էլ սկսենք, լինելով քաղաքական ուժի ներկայացուցիչներ, նշեմ, որ դուք Բարգավաճ Հայաստան կուսակցությունն եք ներկայացնում։ Եթե որևէ տեղ, եթե ասենք, որևէ տեղից եթե կտրենք, այդ արատավոր շրջանը, որ ասում եք, լուծում է դա։ Ուղղակի պետք է որևէ տեղից կտրել։ Եթե հնարավոր լիներ, ասենք, տեղական իշխանությունները, տեղական, ինքնակառավարման մարմինները ապաքաղաքականացնել, ընտրությունները ապաքաղաքականացնել, որը կարծես թե որևէ կապ չունի կուսակցության հետ։ Կուսակցությունները իրենք ունեն հետաքրքրություն բնականաբար, որովհետև այսպիսի մի արատավոր մտայնություն կա, որ եթե գյուղապետը, համայնքապետը, ասենք, իմ կուսակցությունից է, ես համապետական ընտրություններին հաջորդ ավելի ուժեղ կլինեմ։ Բայց բնակչությանը ինչ, ազգաբնակչությանը ինչ, ով ուժեղ կլինի։ Ազգաբնակչության համար դա չպետք է նայի դրան կուսակցական ընտրություններ։ Այսինքն կուսակցականությունը պիտի որևէ կապ չունենա, ապաքաղաքական պիտի լինի, որովհետև համայնքի ղեկավարությունից շատ բան պիտի կախված լինի։ Շատ երկրներում տեղական ընտրությունները շատ ավելի կարևոր են ազգաբնակչության համար, ասենք, քաղաքապետի ընտրությունները, քան համապետական։ Նաև կուսակցական եւ կուսակցությունների պայքարը։ Կուսակցությունները դա արդեն մյուս էտապն է։ Երբ որ ասենք ժողովրդի այս կամ այն գյուղում, ասենք, այդ ապրողների ազգաբնակչության կենսամակարդակը նորմալ է, այսինքն իրենք այդ երկրի միջինին հետ քայլում է, այդ դեպքում ինչպիսին էլ լինի ընտրությունները, լինեն քաղաքական, կուսակցական, թե ինչ, միևնույն է, մարդը հասկանում է, որ իր
բակի մակրությունը, իր փողոցի մակրությունը, կանաչապատումը, չգիտեմ, աղբահանությունը, ջուրը, այս կամ այն կոմունալ կենցաղային պայմանները կախված են տվյալ իշխանությունից, ում կընտրի ինքը, համայնքային իշխանությունից, որի կարիքը ինքը ունի։ Իսկ այն պարագայում, երբ որ մարդը զուտ էլեմենտար ապրելու խնդիր ունի, իր ընտանիքի կերակերելու խնդիր ունի, նրա համար առանձնապես նշանակություն չունի։ Ինքը սպասում է, թե ումից է կախված այս մարդը, ով է իրեն ասում։ Այսինքն կենսամակարդակը շատ մեծ նշանակություն ունի։ Ինչ պետք է անի պետությունը։ Բնականաբար այստեղ քաղաքական ուժերը, ասենք, քաղաքական էլիտան, այսպես ասած, որտեղ հենց ինքն իրեն այս հարցը չի լուծվի, ինքնահոսի թողնված չի լուծվի, սա արատավոր շրջանը անդադ կգնա։ Ես կարծում եմ այնուամենայնիվ շատ կարևոր է համայնքները ուժեղացնել եւ մտածել տարածքային զարգացման ծրագրերի մասին։ Որտեւ եթե պետությունն ունենա տարածքների զարգացման ծրագիր, որը պետք է բերի այդ տարածքներում կենսամակարդակի նպատակը պետք է լինի կենսամակարդակի բարձրացումը, եթե մենք կարողանում ենք գտնել այդպիսի ծրագրեր, որոնք բարձրացնում են կենսամակարդակը, որ մոդելն էլ ընտրենք նորմալ կառաջանա։ Եթե նկատի ունենանք, որ թիմ համակարգը պետության համար, այսինքն այդ վերին էլիտայի համար վերարտադրության ընդհանրապես հիմնական գործառույթն ունի, համայնքների զարգացման մասին երևի արդեն ավելորդ է խոսել։ Եթե չզարգանան համայնքները, գիտեք, այսպիսի մի էլեմենտար բան կա, այն երկիրը, որտեղ համայնքները ուժեղ են, կամ ավելին ասեմ, տեղական ինքնակառավարումը բարձր մակարդակ ունի, այդ երկիրը զարգացած է, այդ երկիրը քաղաքակիրթ է եւ այդ երկիրը ժողովրդավար է։ Եվ հակառակը, այն երկիրը, որտեղ որ համայնքները, ասենք, շատ թույլ են, երկիրը ինքն է թույլ։ Շատ կարևոր է համայնքները լինեն ուժեղ։ Շատ կարևոր է, որ մարդը համայնքում ապրի, որովհետև սիրում է այդ համայնքը, որովհետև ինքը այդտեղ է ուզում ապրի։ Մարդը ուզում է փոքր բնակավայրում ապրի։ Գնա եւ ապրի, ինքը չպետք է զգա տարբերությունը, թե եթե այստեղ ապրեց, ուրեմն պետք է այդ համայնքում լինի փնթի, այդ համայնքում ջուր չլինի, այդ համայնքում, չգիտեմ, կոյուղի չլինի եւ այլն եւ այլն։ Էլեմենտար տարական կենցաղային պայմաններ չլինեն, ինչը որ տեղական իշխանությունների խնդիրն է դրանց լուծումը, ինչ որ ձևով լուծում գտնելը։ Եթե հնարավոր է, ասենք, որ մենք գանք այնպիսի վիճակի, որ մարդը ասի ես ապրեմ այստեղ, որովհետև սիրում եմ, ոչ թե սա ինչ ճակատագիրն է, ես այստեղ եմ ծնվել, ապրում եմ, այդ դեպքում կլինի նորմալ երկիրը։ Իսկ որպես լուծում չեն կարող դիտարկել ընդհանրապես այն, որ սկսենք նախ եւ առաջ ընտրական գոնե այդ մակարդակում օրինականությունը եւ իրավականությունը պաշտպանելուց։ Այսինքն, որպեսզի թաղային հեղինակությունները, փողը, ուժը, ահաբեկումը կամ վարչական ռեսուրսը գոնե այդ մակարդակում դեր չխաղա։ Գիտեք, մենք տարբեր բաներ ենք ասում, այսպես, եւ օրենքների տրամաբանությունը հենց այդպիսին է։ Օրենքների տրամաբանությունը։ Բայց երբ որ մենք փոքր համայնքում ենք բանում, մարդը իր հորեղբոր տղային է ընտրում։ Առայժմ վիճակը այնպիսին է, մարդը իր հորեղբոր տղային օրինական ընտրի, այսինքն եթե այդ մարդը իր հորեղբոր տղային օրինական է ընտրում, թող ընտրի, իր ընտրությունն է, բայց եթե ընտրում է ապօրինի կամ այսինքն օրինախախտումներով, տարբեր այլ անօրեն ռեսուրսներով, դա արդեն խնդրեմ է։ Ես կարծում եմ այնուամենայնիվ, որ ոչ թե մենք պիտի այսպես պայմանավորվենք, եկեք այս ընտրությունները անենք օրինական, այդպես չի լինում։ Եկեք սա լավ անենք, որովհետև ոչ մի տեղ օրենքում չեք գտնի մի տար, որը որ ասես այս սա նպաստում է։ Կառավարման համակարգում, ասենք, երկու բան են նպաստում, կամ կառավարման համակարգը ճիշտ չի ընտրված, կամ վիճակը այնպիսին է, որ ինչ համակարգ էլ ընտրես, մարդը պիտի իր հորեղբոր տղային ընտրի, որովհետև ուզում է մի փոքր օգտվել։ Այս երկուսն են, ուրիշ բան չկա, օրենքներով չի լինում դա։ Համալիր, եթե լուծում մենք չենք առաջարկում, համալիր լուծումը, ասում եմ, տարածքները պիտի զարգացվեն եւ պիտի լինի այնպիսի չափի համայնքը տեղական, ասենք, ինքնակառավարում ունեցող մակարդակը պիտի լինի այնպիսի չափի, որտեղ մանր մուներ այսպես հորեղբոր տղա քերի մորքուրը շատ մեծ դերակատարում չունենան։ Սրանց զուգահեռ գնալով է, որ հնարավոր է հույս ունենալ, որ մենք հաջորդ անգամ կամ մի պահ կգա, որ կսկսենք աստիճանաբար դեպի առաջընթաց ունենալ։ Շնորհակալություն, պարոն Մակարյան։ Ես ազգակցականությանը ես դեմ չեմ, եթե դա օրինական ճանապարհով է այդ ընտրությունը տեղի ունենում։ Խոսքը վերջին քաղաց դասերից կամ լրամշակված դասերից վերաբերվում է ոստիկանության պատշաճ գործառույթներին, իրենք կարող էին մարդավարի կանխարգելել ընտրակաշառքը ամբողջությամբ Գյումրի քաղաքում։
իրենք ճանաչում են ոչ միայն քրեական էլեմենտներին, այլև յուրաքանչյուր շանը, յուրաքանչյուր ծառի տակ շատ լավ գիտեն ով ինչ է եւ իրենք կարող էին զանազան գործիքներով, օրինական գործիքներով կանխարգելել ընտրել, որ մնաց հետապնդեն, բացահայտեն եւ այլն։ Անցնում է երկու օր զանգարում, ասում են ձեր կայքում լուր է տրած, որ ընտրակաշարք է բաժանվել, ապացույց ունեք։ Չէ, դա քրեական ոլորտից է իհարկե, դա այլ բան է։ Ուզում եմ ասել, եթե ոստիկանությունը իր գործառույթները կատարի պատշաճ, այ դա հենց այն մասն է, որ քաղաքական կամքն էր։ Դա արդեն իշխանությունների քաղաքական կամքի խնդիր է։ Քաղաքական կամքը չի եղել եւ եթե մենք դա ապահովում ենք, ինչ որ չափով կընտրվի, բայց միևնույն է, ազգաբնակչությունը, եթե ասենք ամենամաքուր ընտրություններով ընտրված է, լուրջ չի վերաբերում տեղական իշխանություններին։ Ես կրկնում եմ, մենք Գյումրիի օրինակը բերում ենք մի քիչ վատ օրինակ է, Գյումրի մեծ բնակավայր է հանրապետության մասշտաբներով, բայց այն փոքր բնակավայրերում հասկանում եք նույնիսկ ծիծաղելի է այնտեղ ասել։ Տեղ կա որ ավականու տեխնազու չկա, նույնիսկ չեն առաջադրվում։ Հասկանալի է, սա դեմոգրաֆիա է, տնտեսության անկում է, գյուղատնտեսության ոչնչացում է, բան կապակցված է իրար հետ, բայց եթե ինչ-որ տեղից ինչ-որ բան պիտի սկսվի ու դա պիտի լինի արդար ճանապարհ, մաքուր ճանապարհ։ Կարելի է աղքատ երկիր լինել, բայց աղքատությունը խոչընդոտ չէ, որ արդարություն լինի։ Կարող են աղքատ լինել, բայց երբ որ մեկը տեսնում է, որ այս ինչը 100 մետր անցնելու համար 70-240,000 դոլարանոց մեքենայով է գնում գալիս, իսկ ինքը հացի փող չունի։ 1000 դրամանոց ընտրակաշարք, 1000 դրամանոց ընտրակաշարք, այսինքն Գյումրիում յուրաքանչյուր երկրորդը աղքատ է պաշտոնական տվյալներով, յուրաքանչյուր 5-րդը տոմիկում է ապրում, 10 տոմիկում ապրողներից 8-ը աղքատ են։ Այդ զանգվածի մեջ ինչ ասես կաջի, ինչ ասես կարելի այնտեղ բուծել, արտադրել, վերարտադրել, ոսել է ընտրությունների արդյունքները գնացեք, յոլա գնացեք, հա։ Պետությունը չկամեցավ, չուզեց ու չի ուզում այդ արդարությունը իրականացնել։ Դրա համար մենք այս տեսակ աղետի մեջ թաղված ենք։ Վախենամ գերագույն նպատակը մնում է իշխանություն պահելը։ Մնացած բոլոր դեպքերում հազար ու մի խնդիր կա նաև ընտրությունների հետ կապված, որոնք հեշտությամբ կարելի է լուծել, իշխանափոխության մասին չեմ ասում։ Կարգի հրավիրել էս ինչին։ Էլեմենտար բան, բոլոր տեղամասերից ունենք քարտուղարի կնիքով ստորագրության արձանագրությունների 79-ը։ Excel-ի մեջ լցել, համադրել, թվեր ենք ստացել։ Այդ գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը դնում է 34 ընտրատարածքայինից թվերը, դրանք տարբերվում են մեր թվերից, ժողովուրդ ջան, նույն թվերն են գումարը, վերահաշվարկից առաջ։ Հա, մեկը պիտի պատասխան տա դրա համար, թեկուզ մեկ քվե է տարբերվում։ Չէ, չկա այդ պատասխան տվողը։ Շատ լավ, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար, ցավոք սրտի ստիպված ենք ընդհատել մեր հետաքրքիր զրույցը, որովհետև ժամանակը սպառվեց, թեման իսկապես ծավալուն է եւ կարծում եմ առիթ կունենանք դեռ անդրադառնալ, որովհետև ոլորտը իսկապես կարևոր է Հայաստանի զարգացման տեսանկյունից, թե քաղաքական, թե հասարակական իմաստով։ Մեր հաղորդումն ավարտվեց, կհանդիպենք։